Բարև ձեզ սիրելի հայ ժողովուրդ, որովհետև ես ինչքան զգում եմ, որ սա միայն Գյումրիի ընտրությունները չէր եւ ամբողջ հայ ժողովրդի համար եմ ասում, ուրեմն ես ուզում եմ շնորհակալություն հայտնել երեկվա ամսու 30-ի կապված ընտրությունների տեղական ինքնակառավարման Գյումրի քաղաքի քաղաքապետի ընտրությունների հետ կապված եւ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում, ովքեր որից ձայն տվեցին, ովքեր դեմ քվեարկեցին, մեկ այլ ուրիշ տեխնազուների ընտրեցին, ամենակարևորը, որ բոլորս էլ խոսում ենք հայոց լեզուն, ուրեմն քաղաքապետը չի կարող լինել միայն իր ընտրողների քաղաքապետը, այլ պետք է լինի բոլորի համար։ Ես այդպես 13 տարի աշխատել եմ, խտրականություն երբեք ինձ մոտ չի եղել, բայց իհարկե ուրեմն խնդիրները լուծվելուց հետո կարող եմ ասել, որ քաղաքապետ կդառնանք, որովհետև տեխնազուներից մեկը իր խոսքը չի ասել, ուրեմն բայց ես ուզում եմ ուղղակի շնորհակալություն հայտնել, որ անփորձանք, խաղաղ, խանգիստ, ինչքան էլ շատ մարդիկ ուզեցան խառնել, ուրեմն քաղաքում խնդիրներ առաջացնել, բայց ուրեմն բոլորս խելացի ձևով, խաղաղության ձևով, համերաշխ ձևով անցկացրեցինք Գյումրու քաղաքապետի ընտրությունները, որի համար ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլորից։ Եվ հիմա եթե դուք հարցեր ունեք, ձեզ համար արդյունքները գոհացնող են եւ այնուամենայնիվ սպասում եք, որ Մարտուն Գրիգորյանը ձեզ կմիանա, թե ոչ։ Գիտեք ինչ, նախ արդյունքները ինձ համար գոհացնող է, թե ոչ, ասեմ, որ վատ արդյունքներ չենք ունեցել մենք, որովհետև երբ որ տեսել են, որ ամբողջ պետությունը իր ամբողջ լծակներով ու ապարատով աշխատել է մեր դեմ, եւ բոլորդ գիտեք, թե ինչ է տեղի ունեցել, ոնց է արվել, ինչքան դրսից մարդ է բերվել, ուրեմն ինչքան հանձնարարականներ է տրվել մարզպետներին, երկրի բոլորը այստեղ են եղել, նախարարները, պատգամավորները, ուրեմն բանակը, ոնց են դրսից զորամասերից ընդཐུպ տեղեկություններ ունենք, որ զինվորներին կանչի ասել են զանգեք ձեր ծնողներին։ Մի խոսքով շատ բաներ մնացածն էլ, եթե հիմա ես շատ այսպես բարձրաձայն ասեմ, հավանական է ինձ կասեք, թե ուրեմն պետք է դրա համար քրորեն պատասխանատվության, պետք է ենթարկենք բան, բայց հասարակության կարծիքը բոլորիս համար շատ կարևոր է։ Եթե հարցնեք ժողովրդին, ժողովուրդը ավելի լավ ձեզ կասի, թե ինչ մեթոդներ է կիրառվել։ Եվ այն ժամանակ, որ ես ասում էի 300 սպարտացիները, այ հիմա նորից ասում եմ, որ իրոք 300 սպարտացիների պես մեր ժողովուրդը կանգնեց ամբողջ պետական ապարատի դիմաց, առանց պոնչիկի, առանց պերաշկի բաժանելու, առանց 20,000 դրամների, առանց որևիցե մի բանի, այլ գաղափարի շուրջ հավաքվելով եւ ԿՊ-ին դեմ քվեարկելով կանգնել են այսօրվա իմ կողքին, որի համար եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Ինչ մնում է Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ, ես հույսով եմ, որ մենք ինչ որ պայմանավորվել ենք մինչև ընտրությունները բոլորս հեռուստատեսության աչքի առջև մենք ասել ենք, ես օրինակ, այսպես եմ ասել։ Եթե ինձանից որևիցե մեկը ընդդիմությունից իհարկե շատ ձայներ հավաքի, միանշանակ ես կմիանամ իրեն եւ ընդཐུպ ոչ պաշտոնների ակնկալիքով, առանց փոխքաղաքապետի, առանց բաժնի պետերի ինչ որ մի բանի, ես այդպես հայտարարել եմ եւ գիտեմ, որ ուրեմն Ռուպենը արդեն հայտարարություն է արել, որի համար ես իրենից շնորհակալություն եմ հայտնում, Կարենը նույնությամբ հայտարարություն է արել, ես իրենից եւս շնորհակալություն եմ հայտնում եւ ես հույսով եմ, որ ես անպայման իրենց հետ կբանակցեմ, կքննարկեմ, ընդཐུպ կցանկանայի, որ իրենցից եւ աշխատանքի հարց լուծվեր քաղաքապետարանում, ինչու՞ չէ, եւ իրենց ծրագրերից, եթե տեսնեն, որ իմ ծրագրերի մեջ չկա, մենք կարող ենք նստել, քննարկել, եթե տեսնեմ առողջ իրենց ծրագրերից, ուրեմն կաշխատենք, որ իշա քաղաքի կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել։ Ինչ մնում է Մարտուն Գրիգորյանի կապակցությամբ, ես հույսով եմ, որ Մարտուն Գրիգորյանը եւս իր խոսքերը ինչ որ ասել է, ինչ էլ որ պակաս է եղել, հավանական է մենք կարող ենք նստել, բանակցել, քննարկել, խոսել, այնպես որ ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում, ինչքան էլ ուրեմն վերադաս կառույցները ուզեցան խառնել Գյումրի քաղաքը եւ որոշակի բաներ կարողացան
ուրեմն կազմակերպել, բայց ես ասել եմ, որ ես թշնամի չունեմ հայ ժողովրդի մեջ, իմ թշնամիները Օսմանյան Թուրքիան են եւ Ադրբեջանն են։ Ես հայ ժողովրդի հետ թշնամություն չեմ պահում միանշանակ, որովհետեւ ես այդպեսին եմ իմ բնավորությամբ։ Կարող է եւ դա իմ ուրեմն մինուս կողմերից մեկն է, բայց հանուն աստվածային սիրո, հանուն ճշմարտության ես այդպես ապրում եմ ու բոլորը այս քաղաքում ինձ գիտեն, որ ես իրոք իմ խոսքերը ես ներողամիտ մարդ եմ։ Երեկվանից որևէ բանակցություն տեղի չի ունեցել Մարտին Գրիգորյանի հետ։ Ոչ, երեկվանից ոչ, մենք ուրեմն Մարտին Գրիգորյանի հետ ոչ մի բանակցություններ չենք ունեցել, չենք տեսել իրար հետ, մենք ընդհանրապես առիթ չի եղել, որ իրար էլ տեսնենք, բայց իհարկե իր ազգի, իր հարազատների հետ հարկանք կա, բան կա, այնպես որ այդպես ոխեր իմ թշնամիներ չենք, բան չենք, ոչ էլ այս խոսքերը ասում եմ, որ գիտեք, այնպես որ սենց փափուկ, որ մարդիկ բան անեն, ինչ որ ճիշտ կա, այն եմ ասում։ Մի բան ոչ ավելացնում եմ, ոչ պակասեցնում եմ։ Խնդրում եմ, եթե հարցեր ունեք, այնպես արեք, որ մեկը տվեք, մյուսը բան արեք։ Տեսեք, եթե Մարտին Գրիգորյանը այնուամենայնիվ չի միանում ընդդիմությանը, ստացվում է, որ ըստ էության համայնքի ղեկավար Ավագանին չի կարողանալու ընտրել։ Այս դեպքում ինչի անել ընդդիմությունը, այն քաղաքական ուժերը, որոնք արդեն հայտնել են, որ սա Ես ճիշտ ասած այս պահին ձեզ չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև ես էլ պետք է իրոք համոզվեմ, որ Մարտին Գրիգորյանը չի միանա ընդդիմությանը, նախ պետք է դրան համոզվեմ, դրանից հետո անպայման մենք մեր հայտարարությունը կանենք, թե ով է նպաստում ԿՊ-ին, ում խոսքերը ինչ էր, եւ դրանից հետո մենք մեր անպայման խոսքը կասենք։ Հիմա այս պահին ես չեմ կարող պատասխանել, խնդրում եմ այդ հարցը ինչ չտակ, թե դրանից հետո ինչ է լինելու, որովհետեւ ես չգիտեմ իրենց կարծիքը, բայց ինչ որ լսել եմ հեռուստատեսությամբ, ինչ որ ինքը ասել է, որ անպայման մենք միանալու ենք, ուրեմն ընդդիմության դաշտը միասին է լինելու եւ ԿՊ-ն չի անցնելու քաղաքում, այդ լսել եմ ես ու տեսել ենք, բոլորս էլ լավ գիտենք։ Հիմա սպասենք նայենք։ Երեխեք մի վարքյան, Ես, այո, ես իմ գործընկերները նկարել են եւ մեր լրատվամիջոցից եւ մյուս գործընկերները։ Որտեղ են իսկ նկար։ Այս ընտրատեղ։ Պարոն Արշան, Դուք դուք ինձ տեսել եք, պարոն Արշանյան, ներողություն, դուք ինձ տեսել եք։ Այո։ Դուք կանգնած եք Քվյատուփի մոտ, որը ոստիկանության աշխատակիցները, որը ոստիկանության Պարոն Արշանյան, առնվազն 2 լրագրող եւ ոստիկանության աշխատակիցներ արձանագրել են ձեր ներկայությունը։ Իմ ներկայությունը չէ, երբ որ ես Ալեքսանդրովսկում Եվ կանգնեցիք անկյունում, սպասեցիք։ Կանգնեք, պարոն Արշանյան։ Ժորժ շնորհակալություն եմ հայտնում բոլոր մեր գյումրեցիներին, որոնք մասնակցություն են ունեցել Մենք ուրիշ բան ընտրություններին, ենք հարցնում մասնակցել են իրենց քաղաքացիական պարտն են կատարել, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այդ մեր համակարգացիներին, շնորհակալություն եմ հայտնում նաեւ մեզ ընտրողներին եւ մեզ չընտրողներին, ընդհանուր կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի տվյալները դրանից հետո Հակված ընտրատեղամասի լցոնումը ո՞րն է ամիջը։ Քվյատուփը բաց է եղել։ Ընտրատեղամասը փակել տանում էին կողքով Այո, չեք անցել կողքով, կանգնել եք։ Կանգնել եք դուք այնտեղ, չեք անցել։ Ես կարող եմ արձանագրությունները մի գնացեք տեսեք բանին Դրսում գործընկերներս ասում են բաց է եղել։ Գործընկերները չի դարքրում ինչ ասում է։ Ես ասում եմ ամիջը։ Տեսանյութ կա, որ դուք գալիս կանգնում եք բացված Լսեք քվյատուփի Ժորժ ջան, մոտ։ հետարքիր է ձեզի սենսացիոն մի հատ բան ստանալ ես Մենք ամենից։ փաստ ենք Իմ հետ չեք կարող արձանագրել, ստանալ։ հարց են Չեք կարող, ցավը տանեմ։ Փաստ ենք տեսանյութ արձանագրել։ Որովհետև Վահե ջան, դու լավ գիտես, Նարեկ ջան, կներես, լավ գիտես, որ ես չեմ սիրում, երբ որ ին վրա շառ են անում, լավ գիտես։ Մենք մեր գործընկերների հետ այսքան ժամանակ շատ լավ աշխատել են։ Ժորժ ջան, ընտրատեղամասը եկեք ֆիքսենք։ Ընտրատեղամասը փակ է եղել, արձանագրությունները կազմած է եղել, վերցրել են արգղները, որ տանեն տնեն, ես այդ բանը կողքով անցել եմ։ Ճանապարհին բացել են արգղները եւ հնարավոր լցունում փաստորեն Պարոն Արուշանյանը չմեկնաբանեց իր այնտեղ գտնվելու փաստը եւ